Ինչու բազմաժանր նկարիչ Մինաս Ավետիսյանի կյանքը մի օր ավարտվեց առեղծվածային ավտովթարով եւ ինչու այրվեցին նրա կտավները։ Հարցեր, որոնց պատասխանները չկան մինչ օրս։ Իմ խիղճն իմ նկարներն են, լավ եմ նկարում թե վատ, դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ եւ այնպես, ինչպես ուզում եմ, ասել է Մինաս Ավետիսյանը։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի, 1960-ից 1975 թվականներ։ Նա նաև բալետային եւ թատերական ձևավորումներ էր անում։ Ալմաստ օպերայի եւ Արամ Խաչատրյանի Գայանե բալետի ձևավորումների հեղինակն ինքն է։ Արամ Խաչատրյանը եւս հիանում էր նկարչի տաղանդով։ Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը։ Անհասկանալի եւ չբացահայտված պատճառներով 1972 թվականի հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է։ Այրվում են նրա կտավների մեծ մասը, 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները։ Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում քաղաքի ռմբակոծության հետևանքով։ Չբացահայտված եւ ողբերգական է նաև նրա մահը։ 1975 թվականի փետրվարի 16-ին Ժորա Հովսեփյան անունով տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին։ Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում։ Շատերը վստահ էին, սա դժբախտ պատահար չէր։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։